Ի սկզբանե պատերազմը այս իշխանությունն է բերել։ Մինչև այդ Ադրբեջանը փորձել է պատերազմով մեզ սպառնել, չի ստացվել իր մոտ։ 16 թվականին իրանք նախաձեռնել են պատերազմական գործողություններ, հակահարված են ստացել, մեղմ ասած վեր են ընկել տեղները։ Ինչի է իրանք 20 թվականին իրանք մոտ ստացվել։ Որովհետև 18 թվականից ի վեր իրանք տեսել են այս իշխանության պարտուղական կեցվածքը, տեսել են, որ այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ հանձնել, մենակ թե կարողանա Թուրքիայի եւ Արևմուտքի հետ հարաբերություններ ստեղծի։ Հանուն այդ նպատակի նա պատրաստ է Ադրբեջանի ցանկացած բան հանձնել։ Եվ այդ հանձնումները չեն վերջացել, որտեղ Ադրբեջանը կներեք նոր ցուցակ է բերել։ Ինքը ասում է թող արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիները վերադառնան այդտեղ ապրեն, կոնդը ընդհանրապես ասած կոնդը մեր ադրբեջանական թաղամասը եւ այլն։ Հիմա ով ինչ երաշխիք ունի, որ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը նորից չի բացի իր ցուցակը, մանան ցուցակում մեծ քանակությամբ բաներ կան, կետեր կան, չի բացի ցուցակը ու չի բերելու դնելու, ասես սկսեք այս ցուցակը կատարել։ Ոչ մի երաշխիք չկա, ընդհակառակը Ալիևը անընդհատ խոսում է դրա մասին, անընդհատ ոնց որ տալիս է այդ ուղերձները։ Ուղղակի ասում է, հա, դե մենք շահագրգռված ենք, որ Փաշինյանը վերարտադրվի, որտեղ Փաշինյանը ամենաթույլ իշխանությունն է, Փաշինյանն այն իշխանությունն է, որը պառակտել է իր երկիրը, զրկել է երկիրը դաշնակիցներից, օդից կախված իշխանավորը, իր այդ ամենահեշտն է լինելու հարցուցել։ Ամենահեշտ, ամենաթույլ իշխանությունն է, քանի Փաշինյանն է, մենք կարանք ընդհանրապես մի փամփուշտ չկրակենք։ Ինչի համար մի փամփուշտ կրակենք, եթե կարելի առանց մի փամփուշտ կրակել էլ ամեն ինչ ստանալ։ Ինչ է ամեն ինչ մի առանց մի փամփուշտ կրակելու ինչ է ստացել։ Արցախը իհարկե փամփուշտ կրակել են, բայց 23 թվականին Փաշինյանը հրաժարվել է Արցախը պաշտպանել։ Ինչ հիմնավորմամբ մինչև այդ մարդը չի բացատրել, ինչի էր հրաժարվում Արցախը պաշտպանել։ Կարող է պաշտպանենք, կարողանանք պահենք Արցախը։ Կարող է պահենք։ Ով որտեղ է այդ հիմնավորումը, որ մենք չենք կարող Արցախը պահենք։ Եթե արցախցիները շրջափակման մեջ 10 ամիս շրջափակման մեջ գտնվելուց հետո վարելիք չունենալով, սնունդ չունենալով, այդ դժվարության մեջ գտնվելով, տղամարդիկ համատարած դուսեկան դիրքերը կռվեցին։ Ինչի Հայաստանի Հանրապետությունը աջակցեց։ Կարա ինչ-որ մեկը դա բացատրի, ոչ մեկ մինչև հիմա չի բացատրել։ Ոչ մեկ։ Ով ասում որ չեն կարող Արցախը պաշտպանենք։ Հենց այդ, այսինքն այդ պարտուղականությունը երբեք էլ չի բերում խաղաղության, ինքը բերում է զիջումների, որտեղ խաղաղության գինը զիջումն է։ Աղվեսը գալիս է ամեն անգամ, ասում է կալցինես կբերեմ մի ձակը պտի տաս։ Ու հիմար կկուն անընդհատ մի ձակ տալիս է։ Էլ ձակել չի մնացել հասկանում եք։ Իդեպ ձեր թիմից պարոն Քերոփյանն էր բարձրաձայնել նաև, որ հիմա ոչ միայն անառիկ են սահմանները, այլև այսպես կոչված face control են անցնում մեր զինվորները սահմանին, ադրբեջանցիների մոտ եւ նրանց սահմանափակ քանակությամբ զենք եւ սնունդ է թույլատրվում, բնայից համենայն դեպս միջև օրս որևէ չէ, եղել է, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Բնայից անընդհատ խուսափում են այդ թեմայից, որտեղ դա Սև լճի շրջակայքում է, եւ հետո փաստերի ծանրության տակ, մասնապես այո, իմ գործընկեր Ավետիք Քերոփյանի ներկայացած փաստերի ծանրության տակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստիպված եղավ ընդունել այդ փաստը, պարզապես ասեց ես մեղավոր չեմ, որ ես դարձա Պաշտպանության նախարար, արդեն այդպես էր, մենք չկարողացանք ոչ մի բան փոխենք։ Չի իսկապես այդպես է, այսինքն հայ զինվորները, երբ որ հերթափոխ է տեղի ունենում, իրանք անցնում են ադրբեջանական դիրքի դիմացով, որովհետև նենց է սահմաններ արած, ինչ որ իմաստով ադրբեջանցիները առաջ են եկել, փաստորեն մտել են մեր թիկունքը։ Իրանք չեն կարող հանեն, այն դիրքն էլ, որը դրա արդյունքում այդ խոցելի վիճակում է հայտնվել, հետ չեն բերում, զինվորները ամեն անգամ ադրբեջանական դիրքի դիմացով են գնում։ Ինքը հաստատեց։ Դիրքի դիմացով թե հենց իրենց միջով են գնում եւ նրանք էլ ստուգում են ինչքան զենք կա իրենց ձեռքը, ինչքան սնունդի պաշարում են։ Չեմ կարող մինչև վերջ պնդեմ, որ այդպես են ներկայացնում։ Հնարավոր է, որ ստուգում են։ Նաեւ Տիգրան Աբրահամյանն էր դրա։ Հնարավոր է, որ ստուգում են, որովհետեւ այո, ճանապարհը իրենց բանով անցնում, այո։ Հիմա նորից վերադառնանք, տեսեք, եւ ես ուզում եմ ձեր հարցի երկրորդ մասն էլ պատասխանեմ, էլի։ Ընդդիմությունը ինչ է։ Երբ որ խոսում ենք, ես նորից էլի չխոսամ ընդդիմության համար, որովհետեւ հայակվեն ըստ էության եւ այս իշխանությունից է տարբեր եւ ընդդիմությունից է տարբեր զգալի չափով, հա։ Մենք ասում ենք հետեւալ, այո, մենք ինչ ենք առաջարկում, եկեք դրա վրա կենտրոնանք։ Մենք ասում ենք հետեւալը։ Խաղաղությունը հնարավոր է, եթե դա հենված է սեփական ուժի վրա։ Սեփական ուժի վրա չունենաս ուժ չես կարող խաղաղության հասնես։ Դա անհնար է։ Թույլին ոչ մեկ խաղաղության շնորհ չի տալի, եթե նույնիսկ ժամանակավոր քեզ թույլ են տալի, հետո մեկը գալու են ձեռից տառնեն։ Դա ակնհայտ է։ Մենք տեսնում ենք աշխարհը մեր շուրջը ինչ է տեղի ունենում, մենք տեսնում ենք, որ նույնիսկ ուժեղներին հաճախ թույլ չեն տալիս։ Առավելևս թույլերին խաղաղություն չեն տալի, թույլերին խաղաղություն են տալու միայն ստրուկի կարգավիճակով, որը նշանակում է, որ պետք է կենտրոնանաս սեփական ուժդ ավելացնելու վրա։ Հիմա սեփական ուժը մի գիշերվա մեջ չի ավելանում, հա, բայց եթե դու դրա վրա չկենտրոնանաս, երբեք չի ավելանա։ Դու պետք է գիտակցաբար որոշես, որ Հայաստանի կենսունակության, հարատևության, երկարակեցության, նաև բարեկեցության հիմնական բանալին ուժեղ լինելն է։ Ուժեղ, ոչ թե թույլ։
Ուզում եմ հատուկ դա Դե շեշտել։ ուժեղ կարելի է տնտեսապես լինել, Հիմա, ռազմական առումով։ Չէ, ուժեղ։ եւ այն, որովհետեւ տեսեք, դա էլ երկրորդ կարևոր դրույթն է։ Ռազմական ուժը առանց տնտեսական հզորության անհնար է։ Այո։ Դու չես կարող սպառազինվել, դու չես կարող ունենալ ժամանակակից բանակ, դու չես կարող կիրառել ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներ, եթե դրա հետևում Եթե աղքատ երկիր։ Այո, եթե դրա հետևում հասկանալի տնտեսական ուժ չկա, տնտեսական ուժ չկա։ Բայց ես ասեմ հետևյալը. մենք իրականում այս ամեն ինչի մեջ նաև լավ նորություններ ունենք։ Եվ ի հեճուկս ինչ որ իմաստով էս իշխանության տարած անհեթեթ ըստ էության ազգակործան հակազգային քաղաքականության մեր ժողովուրդը, մեր ազգը իր ներսում այնքան ռեսուրս ունի, որ ինքը անընդհատ այդ ուժը ոնց որ վերարտադրում է, նույնիսկ ի հեճուկս։ Տեսեք, այս տարիների ընթացքում Հայաստանում ծնվելով ըստ էության, ծնվելով բարձր տեխնոլոգիական, քաղաքացիական սեկտորից առաջացավ ռազմաարդյունաբերական սեկտոր, ռազմաարդյունաբերական ընկերություններ։ Այն ռազմաարդյունաբերական ընկերությունները, որոնք այսօր աշխատում են եւ արդեն սպառազինություն են արտադրում եւ մատակարարում են մեր բանակին։ Իրենք 5 տարի առաջ չկային պարզապես։ Իրենք բոլորը ծնվել են քարորյա պատերազմից, ներողություն 44-րդ պատերազմից։ Ծնվել են դրանից, այսինքն սկսել են այդ ժամանակ գործել կամ դրանից մի քիչ առաջ, կամ դրանից մի քիչ հետո, գիտակցելով, որ մեր բանակը բազմապիսի սպառազինության կարիք ունի եւ ամեն սպառազինություն չի, որ դու կարող ես դրսից առնել կամ առնելուց հաճախ մի քանի անգամ թանկ ես առնում։ Օրինակ ես վերջերս անդադնես թմկահարվեց, որ մենք Միացյալ Նահանգներից դրոններ ենք առել, մենք Միացյալ Նահանգներից դրոններ առել ենք Հետախուզական կարգ։ Հետախուզական, այո։ Այդ դրոնները առել ենք հատը մոտավորապես $500,000 եւ մի քիչ ավել, մեր պատկերացմամբ $11 million ընդհանուր կոնտրակտը 20 միլիոն դրոնի մասն, 20 հատ դրոնի մասն է խոսքը գնում, այսինքն հատը 5 միլիոնով։ Հայաստանում այդ կարգի դրոն դրան մոտ պարամետրներով կարելի է արտադրել $100,000 մոտավորապես 5 անգամ էժան։ Այսինքն եթե դու սեփական ռազմաարդյունաբերություն ունես, դու կարող ես նույն խնդիրները շատ ավելի էժան լուծել, նույն խնդիրները շատ ավելի օպերատիվ լուծել, Միացյալ Նահանգներից կամ ուրիշ մեծ երկրից սպառազինություն առնելը իդե բարդ process է, որովհետև տարբեր տեսակ ինստանցիաներ անդեղ անցնում, թույլտվություններ, ապա ձեր գույլը ստեղ դու դա արագանում ես եւ այլն։ Դա մի լավ նորություն է, մեր ռազմաարդյունաբերությունը զարգանում է եւ եթե այս իշխանությունը չներ կզարգանար պատասխանատու ձեզ ասում եմ 3 անգամ ավելի արագ։